Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն հազանգել է կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների և ռեպրեսիաների մասին։ Նա հայտնել է, որ արդեն իսկ բերման է ենթարկվել կուսակցության 15 անդամ, որոնց թվում նաև կանանց։ Ըստ խոսնակի, առաջադրված մեղադրանքները վերաբերում են բարեգործական գործունեության ենթադրյալ արգելքներին, ինչը նա որակել է որպես շինծու և անհեթեթ։ Ղահրամանյանը նաև տեղեկացրել է, որ իրավապահները սկզբնական շրջանում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չտալով տեսակցել պաշտպանյալներին։ Կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ այս քրեական գործիքակազմը կիրառվում է թիմին վախեցնելու և կուսակցության գրանցումը խափանելու նպատակով։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ հետապնդումները չեն կանգնեցնի իրենց գործունեությունը և իրենք շարունակելու են պայքարը։ Ըստ էության իրենք ՔՊԱ-ականներն էլ խոստովանում են այս ամբողջ գործընթացի նպատակը, նրանցից օրինակ Արթուր Հովհաննիսյանը Facebook-ում շատ ուղիղ գրել էր, թե որն է նպատակը, իրենք նպատակ ունեն իբրև թե հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել ուժեղ Հայաստանը, արդեն պարզ է, սա ուղիղ քաղաքական հետապնդում է և իշխանությունը փորձում է այս կերպ էլ ավելի երկարաձգել իր իշխանավարումը, քանի որ նա հասկանում է, որ կորցնում է իշխանությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի պետական մաքսային կոմիտեի տվյալով այս տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ ներմուծել է ապրանքներ Հայաստանից, ընդհանուր $960 չափով։ Թե ինչ հայկական ապրանք է արտահանվել չի նշվում, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ ապրանքատեսակի փորձնական խմբաքանակ է մատակարարվել պահանջարկի ուսումնասիրության նպատակով։ Միաժամանակ նշվում է, որ տարվա առաջին 3 ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել $5,757,000 արտադրանք, ինչը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,1%-ը։ Հավելենք, որ Ադրբեջանից Հայաստան արտահանումը հիմնականում կապված է նավթամթերքների մատակարարումների հետ, որոնք սկսվել են 2025 թվականի վերջից, հիմնականում Վրաստանի տարածքով։ Լոռու մարզի զգալի հատվածում 24 ժամով դադարեցվել է ջրամատակարարումը Նովոսելցովո-Վանաձոր մայրուղային ջրատարի վթարի պատճառով։ Ըստ Veolia ջուր ընկերության 1000 մմ-անոց խողովակը վնասվել է ավտոմեքենայի հարվածից, ինչի հետևանքով Վանաձոր քաղաքում և հարակից 12 գյուղերում ջուր չի լինի մինչև ապրիլի 17-ի ժամը 12-ը։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նաև Արագածոտնի մարզում։ Երեկ երեկոյան 18:25-ի սահմանում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Մերսեդես և BMW մակնիշների մեքենաները, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել, հայտնվելով դաշտում։ Վթարի հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բուժկենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Գրեթե նույն ժամին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կիլոմետր հատվածում բախվել են Մոսկվիչ և Գազել մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գազելի 12 ուղևորներին շտապօգնության բժիշկները տեղում են առաջին օգնությունը ցուցաբերել։ Ապրիլի 15-ին Բուշեհր ատոմակայանի անձնակազմի տարհանման հերթական փուլի ընթացքում Իրանից Նուրդու-Զագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած ևս 94 Ռուսաստանի քաղաքացիներ մեկնել են հայրենիք։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ մեկտեղ տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ապրիլի 19-ին մեծ ավտոերթով կնշվի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ Մասնակցության համար քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն QR կոդի միջոցով և ներկայանան անձնական ավտոմեքենաներով։ Յուրաքանչյուր մեքենայում պարտադիր պետք է լինի առնվազն 1 ուղևոր ուղղորդող, որը կհետևի վարչապետի ուղիղ եթերին երթը համակարգելու համար։ Ծառայողական մեքենաների մասնակցությունն արգելվում է բացառությամբ հատուկ պաշտպանության տակ գտնվող անձանց սպասարկող տրանսպորտի։ Գյումրիում նախատեսված են մշակութային այցելություններ և զբոսանք, իսկ ժամը 17-ին Վարդանանց հրապարակում կկայանա համերգ վարչաբենդի մասնակցությամբ։
Թուրքիայում Շանլուուրֆայ և Քահրամանմարաշ դպրոցներում զինված հարձակումներից հետո երկրով մեկ ուսուցիչները գործադուլ են հայտարարել և զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Ուսուցիչները պահանջում են կրթության նախարարի հրաժարականը, պնդելով, որ դպրոցները անբավարար են պաշտպանված։ Նրանք պնդում են, որ հարձակման մեջ կասկածվողը նախկինում սպառնալիքներ էր հայտարարել սոցիալական ցանցերում, սակայն դրանք իրավապահ մարմիններն անտեսել են։ Կրթության նախարարության դիմաց բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև, կան ձերբակալվածներ, իշխանությունները բերման են ենթարկել նաև այդ դեպքերի համար կառավարության հասցեին քննադատական գրառումներ անողներին, որոնց թիվն անցնում է 60-ից։ Խոշորացույցի տակ է ևս 600 հոգու գրառում։ Հիշեցնեմ, անցած 2 օրերում Թուրքիայում դպրոցների վրա տեղի է ունեցել 2 զինված հարձակում։ Ապրիլի 14-ին երբեմնի հայկական Եդեսիայի, ներկայիս Շանլուուրֆայի դպրոցներից մեկում նախկին աշակերտի կրակոցներից վիրավորվել է 16 մարդ։ Հարձակվողն ինքնասպան է եղել։ Իսկ նախկին Մարաշ, այժմ Քահրամանմարաշ քաղաքի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտի բացած կրակից սպանվել են 1 ուսուցիչ և 8 աշակերտ, 20 հոգի վիրավորվել է։ Այս պահին ցույցերն ու երթերն ընդգրկել են Թուրքիայի 81 նահանգ։